Երեքշաբթի գհեդեվինք հայտնություն հովանու ասենք սերդողություններով եւ վստահ եմ որ որքան գլուխները ավելի կհասկանանք, ավելի կցերդենք, ավելի փափակ ունինք երկնքին, բայց դերը գսերտուն արդեն երկնքի մեջ նստած ես եւ հետեւե ամեն իմ ցայնից ինչ որ քեզի գսեմ, ինչ որ բարդականություն գուտամ եւ ես արդեն ամեն ինչ կոնտրոլը իմ ցերքիս մեջն է։ Սիրելի քույրեր, ֆայր կուդանգաս արիթին համար, որ Աստված մեզի դվավ, շնորհակալ ենք Պիտերին համար, որ Աստված դարիներու ընթացքին իրեն պատրաստեց, իրեն սորվեցուց, աչս ցախս ինչ որ պատկամներ կստանամ ցեզ մե, բոլորը դալ շատ խանդավառ եք, շատ ուրախ եք, հարցումներ կհարցնեք, այս ամենը փառք կուդամ Աստծո։ Բարի եկած ես Պիտեր եւ շնորհակալ եմ քեզի եւ որքան ժողովուրդը գուզեմ քեզի գրեցի, բայց ամենուն ասենք ամենը լսեն, որ ժողովուրդը որքան կքնահատե քեզի, քուգին աշխատանքիդ, քու PowerPoint-երուդ, քու ուղագի տուն տարբեր ծևերով մեզի տասնտասկ մգնես, բոլոր ավետարանը իրար գմիացնես կետրոնը լալով Տեր Հիսուս Քրիստոսը։ Ուրեմն ես պիտի գարտամ 8-րդ, մեգեն 5-րդ համարները, բայց ինչ կխորիս եթե ըստ սովորականին միշտ բզդիկ վերակալ մգնես։ Ինչպես ուզեսնենք։ Ուրեմն նախնդրելի ուրեմն բզդիկ վերակալ գնեմ, բայց սլայդերը ուզեմ ցույց տալ, մենք այդ ունել։ Եթե սկրինը գերեվնա, մի որ ինձ տեղյակ պահես, օքեյ։ Ուրեմն վերակալը, որ այսօր ուզեմ ունել, մենք անցյալ անգամ, որ խոսեցանք 7-րդ գլուխը ավարտեցինք, եւ 7-րդ գլուխը մենք տեսանք, որ պատասխաններ 6-րդ գլխուն վերջին համարին հարցումին, որ 17-րդ համարին մեջը 6-րդ գլխում մեջը սավ ով պիտի կրնա գանքնիլ քարնուգին փարգության արչև։ Եվ 7-րդ գլուխը մենք ընդմիջումին նման գլուխ մներ, որ 6-րդ եւ 7-րդ գնիկների միջև կգտնվեր։ Եվ այդ 7-րդ գլխում մեջ մեզի բացատրությունը դրվեցավ, որ մնացորդը Իսրայելի ժողովուրդը եւ ամեն ցեղի լեզուի ազգի ժողովուրդը, անոնք որ գնքված են Սուրբ Հոգիով, որ խորհրդանիշներ, որ ճակատին պիտի նշան թերվի, այդ անձերն են, որ պիտի կրնան բահվիլ քարնուգին փարգությունեն։ Եվ մենք տեսանք, որ այդ նշանը ոչ թե ֆիզիկական նշան մնե մեր ճակատներում վրա, ինչպես վերջը պիտի տեսնանք նաև, որ վիշաբնալ եւ քազաննալ իր նշանը ունի, 666 թիվը, որ ճակատին եւ ցերկի վրա պիտի թվի, նորեն պիտի տեսնանք, որ փոխաբերական միտքեր են, որ ինչպես այդ նշանը մեգուն պատկանելիության հետ կապված է։ Ուրեմն մեկը քարնուգին կպատկանի, այդ նշանը ճակատին վրա թրվելով խորհրդանիշ է, որ քարնուգին իշխանության դագն է, քարնուգին խնամության դագն է, մյուս նշանը, որ վերջի տեսնանք 10-րդ գլխում մեջ, քազանին նշան է, որ այդ պատկանելությունն է քազանին։ Եվ այդ նշանը մենք հասկացանք իբրև Քրիստոսի արյունը, անոնք որ Քրիստոսի արյունը, անոնք որ կհավատան Հիսուսի եւ իր արյունը ունին, ինչպես հին ուխտի մեջը մենք նայեցանք եւ տեսանք, որ անոնք որ թրանտիկներուն վրա Եգիպտոսի այդ ստրուգությունեն դուրս չելած իրենց թրանտիկներուն վրա քարնուգին արյունը ֆիզիկապես փարացիորեն պիտի տնեին եւ մահվան հրեշտակը իրենց վրայեն պիտի անցներ եւ պիտի փրկվեին, մենք այսօր հավատքի միջոցով անոնք որ Քրիստոսի արյունը հավատքով վստահին, որ պաշտպանություն է, պիտի փրկվին քարնուգին քալիք փարգություն են, որ մենք պիտի այսօր ընդառաջենք եւ 7 փողերու մասին, որ սկսեցինք խոսել, պիտի տեսնանք ինչ փարգություն պիտի կա այդ փողերը որ հնչեն, այդ փողերը ազդանշաններ պիտի լան Աստծո փարգության եւ փոխանակ 1/3-ը ինչ որ գնիկներուն մեջ գործամբեցան, հիմա պիտի սաստկանա եւ աստիճանաբար պիտի բարձրանա փարգությունը քարնուգին,
երրորդը, այսինքն ավելի պիտի աստիճանաբար գործանվին եւ Աստուծո փառությունը կա երրի եւ երրի բնակիչների վրա, անոնք որ չեն հավատացած, անոնք որ քարնուգին արյունը չունեն։ Եվ մենք այսօր դիտեցնանք նաեւ ուրիշ օրինակը, որ Հեսուի քիրքեն արնված է 6-րդ գլուխեն եւ գաբ ունի Երիքոյի բادرուն հետ։ Երիքոյի բادرը որ փլան երբ քահանաները բادين շուրջը 7 անգամ դարձան, 7 անգամ փողերը հնչեցուցին, պիտի տեսնանք, որ այս 7 փողերը այդ փարգության գաբ ունի Բաբելոնի քաղաքի հետ գործանման։ Սոանոր մասին պիտի խոսենք այսօր, բայց այդտեղ չհասած գուզենք ավարտել 7 գնիկներու խորհուրդը։ Այդ նելու համար եկուր մի հատ կարդանք հայտնության 8-րդ գլուխը առաջին համարը մինչև 5-րդ համարը, որ գավարդե 6-րդ գնիկը, որում գսկսի առաջին փողը հնչելը։ Ուրեմն մեկը մյուսի մեջ գարձես շարունակություն մնե, 6-րդ փողը պիտի բացվի երկինքեն Քրիստոս պիտի փանա այդ գնիկը եւ 6-րդ գնիկի մեջ պիտի սկսի 7 փողերը եւ իրենց աստեցությունների երրի վրա։ Այս բոլորը երկինքեն կկատարվի, որ ինչպես կհիշեք եւ գնայինք նորեն քարնուգը նստած է քահին վրա, գնիկները կփանագոր մագաղաթին, որ իր ցերկն է եւ ինչ որ ինքը այնտեղեն գնե երրի վրա աստեցություններ կունենա։ Խնդրեմ հիմա ուրեմն հայտնության 8-րդ գլուխու առաջին համարը մինչև 5-րդ համարը մի հատ ընթերցենք։ Գնացինք։ Ուրեմն 7-րդ գնիկը քագեց, լրուճումը դիրեց երկինքը, գես ժամուչապ։ Տեսա այն 7 հրեշտակները, որոնք Աստծո առջև կգայնեին։ Անոնց 7 փո դրվեցավ։ Ուրիշ հրեշտակը եկավ սեղանին առջև գայնեցավ։ Ոսկեղեն խնգանոցը ուներ։ Իրեն շատ խունկ դրվեցավ, որպեսի բոլոր սուրբերուն աղոթքներուն հետ աթորին առջև եղող ոսկի սեղանին վրա մատուցանե։ Խունգերուն ձուխը սուրբերուն աղոթքներուն հետ հրեշտակին ցերքեն Աստծո առջև ելավ։ Հրեշտակը առավ խնգանոցը ու անոր մեջ սեղանին գրագեն լեցուց եւ ցկեց երկրին վրա, ցայներ եւ որոդումներ ու փայլակներ ու երկրաշարժ եղան։ Okay, ուրեմն այս ընդհանուր բادرի մեջ մենք կտեսնանք, որ հասանք այս 8-րդ գլուխուն, մեկեն 5 համարները պիտի գտան, ուրեմն 7-րդ գնիկը այստեղ կբացվի, որ քարնուգի ինքն է բացողը եւ գեշ ժամ լրություն եղավ։ Ես մեկ անցյալ օրը ինձ ջոկ մխրգեց, որ հետաքրքիր էր, մեջը այդ կսել, որ գիտես սուրբքիթքի մեջ գրված է, որ մարդերը գիներեն գեշ ժամ առաջ պիտի հասնեն երկինք։ Եվ որ մեկը սա որ այդ ուր գրված է, ուրեմն երբ որ այս համարներու մեջ 8-րդ գլուխը հայտնության կգարտանք, որ գսե գեշ ժամ լրություն եղավ երկինքը։ Ուրեմն շատերը կվերակրեն գսեն, որ ասիկա որովհետև գիները չէին հասած։ Այսուս ջոկ է, բայց հետաքրքիր միտք մնե մարդերն ալ այսօր գրնալ նույն չափ շատ կխոսին, քան գիները, ուրեմն չեմ ուզեր միան գիներուն վրա այս գեդը ներել, ասիկա ոչ մեկ ցևով կապ չունի մեր մեկնաբանության, բայց հետաքրքիր էր ասի, որ ջոկը շեղն։ Okay, ուրեմն անցնիկ այս գնիկներում։ Գնիկը ուրեմն 7-րդ գնիկը Հիսուս չփացած կամ փանալու սկիզբը գեշ ժամ 8-րդ գլուխուն մեկեն 6 համարներում, մեկեն 5 համարներում մեջ կսե գեշ ժամ լրություն եղավ։ Ինքը մագաղաթը կփանագոր Հիսուս քահին վրա նստած 7-րդ գնիկը կփանագոր եւ լրություն գալագոր գեշ ժամ։ Եվ այս նկարի մեջ որ մենք անցյալին տեսանք գնիկ փան քարնուգը հոսվերը նստած բոլոր սուրբերը իր շուրջը 24 երեցները 4 էակները զմրուխտի նման զիաձանը
7 զամփյուղները եւ ամեն մարդ կպաշտե որ գերքե որ փարափանություններ եւ ինչ կսվի որ սուրբ է սուրբ է սուրբ է սուրբ է ամենագալ դեր Աստված անընդհատ այս երգերը երգչախումբի պես երգեն որ երկնքի մեջ ինչ աղմուկ կա ինչ ցայն կա ինչ փարափանություն պաշտամունք եւ գսեն որ արժանի ես թուն առնելու թուն Փառքը եւ բադիվը եւ օրհնությունը քանի որ թունը ստեղծեցիր ամեն բան արարիչ Աստծո կպաշտեն որ հետո քարմուկին կպաշտեն որ գսեն որ արժանի ես թուն մագաղաթը վերցնելու 7 գնիկները փանալու քանի որ թուն քու արյունով մեզի փրկեցիր ամեն ցեղերեզի ազգե ժողովուրդը եւ արժանի ես բոլոր փառքի բադիվի զորության ուժի իմաստության հարստության քովերկության այսպես շխուր գա եւ ինքի մեջ անընդհատ փարափանություն որոդումներ փայլատակումներ գլան որ եւ մեկ 7-րդ գնիկը քարնուկը փանալուն պես կես շամ լրություն այս լրությունը գսե բան ամփագում քիլքի 20 երկրորդ քուխը 20 համարի մեջ գսե Աստծո արչև լրություն թողնա մեծ ակնկալությունը կսպասվի որոդումները փայլատակումները նշաններ են որ այսպես փոթորիկ մգուկան եւ այդ առաջին 6 կնիկներու մեջ մենք տեսանք որ 4 սիերա արձակվեցան եւ երկրի վրա ինչ հարվածներ եկան այդ 4 սիերը որ 4 հովերն են ասինք որ 4 կորձիկներն են որում միջոցով Աստված իր փառությունը 1 քառորդով սկսավ ցույց տալ եւ 6-րդ կնիկը այս նշաններ եղան երկնքի մեջ եւ այլն բայց այդ բոլորը չեղած ասինք Աստված բացատրեց որ ով դեռնա այս փառություններն ազատի հիմա ազդանշանները պիտի շատնան այս անգամ փողեր պիտի հնչվին ոչ թե կնիկներ փասի մեկը հայտնություն էր որ ինչ պիտի լա հիմա փողերը ազդանշաններ են եւ այս բոլորը չեղած կես ժամ լրություն մենք պիտի հասկանանք որ այս պատկերն է ինչ որ մենք կտեսնանք Երիքոյի բادرը չի փլած եւ որ երթանք եւ Հեսուի քիրքը նայենք հերթականությամբ նմանություններ կան այստեղ ուրեմն Հեսուի քիրքին 6-րդ քուխու մեջ այնտեղ պատմությունը գրնակ կարդալ որ երբ որ քահանաները կպատրաստվեին Երիքոյի վրա հարձակելու Հեսու իրենց հրաման տված էր որ ինչ պետք է անեն ուրեմն 6 օր պիտի քալեին քաղաքին շուրջ Երիքո քաղաքին շուրջ եւ ամեն օր փողը պիտի հնչեցնեին կամ շեփորները եւ ամեն օր այդ մեկ անգամ պիտի հնչեցնեին շեփորները 7-րդ օրը 7 անգամ պիտի հնչեցնեին փողերը եւ պիտի բորային բայց այդ 7-րդ օրը չեկած պիտի լուր քալեին 6 օր լուր պիտի քալեին լուրության մեջ եւ այդ լուրության մեջը ամոք որ քաղաքին մեջն էին Երիքոյի քաղաքին մեջ վախ սարսափ կսկսեր իրենց մեջ որով չեն գիտեր ինչ կնեն որ ասում գլոր գթարնան փողը գնչեն բանը չեն ունել եւ այդ լուրության մեջ Աստված իրենց կպատրաստեր նաև որ իրենք աղոթքի մեջ քեր փնական Աստծո զորությունը հրճակեն որ Աստված ինքը պիտի պատերազմեր Երիքոյի դեմ ուրեմն մենք դիտեցնանք հիմա այս քլուխները որ պիտի նայենք շատ հետաքրքիր ծավալ նույնիսկ սկսելով 7-րդ քլուխեն որ նայեցանք արդեն մինչև 11-րդ քլուխը 7 փողեր պիտի հնչեն բայց այդ փողերու մասին չհասած եւ չբացատրած գուզեմ որ մենք հատնայինք որ այս կես ժամ լուրությունը ինչ կգադարի այս կես ժամ լուրության ընթացքին ուրեմն 7-րդ կնիկը Հիսուս է բացողը կփանա կես ժամ լուրություն գլա եւ այդ լուրության ընթացքին ցնցխա ունեցող այդ ցնցխա գսեն որ փուրվար ունեցող այդ հրեշտակներն մեկը աղոտներուն հետ միասին
կբարձանան աղոթները սուրբերուն։ Եվ որ մենք նայենք 5-րդ գլուխը հայտնության քիրքին 8-րդ համարը, այնտեղ մեկ հատ կրնաս ընթերցել հաջիս Այո, Գարի 5-րդ ուտը, երբ գիրքը արավ, 4 գենթանիներն ու 24 երեցները քառնուկին արջև ինգան եւ ամենքն ալ քնարներ ունեին ու ոսկիե խնգամաններ, խունգով լեցուն, որ սուրբերուն աղոթքներն են։ Okay, so այստեղը սուրբերը, որ այդ խորանին շուրջն են, ամեն անոնք, որ իրենց կյանքերը մարտիրոսված են, ամեն անոնք, որ մեզ մի առաջ երկինք, այսինքն Աստծո ներկայության մեջ է իրենց հոգիները, այնտեղ աղոթներ կբարձրանան եւ մեր աղոթները երկրի վրա են կբարձրանան խունգի նման 141-րդ Սաղմոսը Այո, երկրորդ համարը գսե որ մեր աղոթները խունգի նման են Աստծո առջև եւ այստեղ մենք այդ պատկերը կտեսնանք որ այդ խորանի շուրջ աղոթներ կբարձրանան այդ աղոթներուն մեգեն որ օրինակ մեզի դրված էր մենք արդեն ընթերցեցինք 6-րդ գլխում մեջ ուրեմն Գարին քույր պիտի կոնցեմ որ մեկ հատ 6-րդ գլխում մեզի ընթերցես աղաղակները այդ սուրբերում որ ինչ կաղաղակ են 9-րդ համարեն մինչև 11 համարը երբ 5-րդ գնիքը կագեց, սեղանին տակ տեսա այն մարդոց հոգիները, որոնք սպաննված էին Աստուծո խոսքին համար ու անոր վկայությանը համար, որ իրենք դված էին, եւ մեծ ցայնով աղաղակեցին. Ով Սուրբ ու ճշմարիտ Տեր, մինչև երբ պիտի չտադես, եւ մեր արյան վրեժը չլուծես երկրի բնակիչներն։ Okay, ուրեմն մենք այստեղ կտեսնանք ինչ աղոթներ կբարձրանան Տերոջը առջև մինչև երբ Տեր մինչև երբ որ պիտի չթադես մինչև երբ որ մենք այս դարաբանքներում մեջ մարտիրոսությունները փորձությունները մենք թե երկրի վրա մենք որով հաղթանակած եկեղեցին երկինքն է բայց մենք բայկարող բادرազմող եկեղեցին թե ինչ դարաբանքները կանցնենք ամեն մեկը որ այս երկրի վրա գաբրի երբեմն շատ հաճախ այդ միտքը գտնվի դարբեր թբրոց մգա որ մեկնաբանություն որ գսվի որ մենք դարաբանքներում մեջ են նեղությունների մեջ են չի պիտի անցնենք մենք պիտի հափշտակվենք երկինք պիտի երթանք եւ 7 տարի երկինքեն պիտի դիտենք երկրի վրա ամեն տեսակ ավետներ պիտի կան նեղություն պիտի կա եւ մեզի փամը չի պիտի լա մենք հափշտակված երկինք պիտի երթանք եւ անգե վերջնորեն յետ պիտի կանք այսինքն պիտի մենք Հիսուս կա հափշտակվենք իր երկրորդ կալուստը պիտի երկինք 7 տարի անցնենք հետո նորեն երրորդ անգամ պիտի կա այնադեն պիտի հետո նորեն պիտի կանք իշկալու երկրի վրա բայց այն ինչ որ Սուրբ Գիրքը գսե Հիսուս միայն մեկ անգամ եւս պիտի կա սխալ դպավորություն կդրվի շատերում որ եթե Հիսուս կա երկինք պիտի երթանք եւ անգե վերջը արիտ պիտի լա որ մարդիկ նույնիսկ մեծ նեղության ժամանակ փրկվին եւ ասիկա աբակային մեջ կտնեն որ Հիսուս պիտի կա երկինքը մենք 7 տարի պիտի լանք անգե վերջը Հիսուս նորեն պիտի կա բայց չեկած 1000 տարի մարդիկ պիտի ունենան արիտ փրկվելու Այս սխալ դպավորություն է, որով Հիսուս գսե, որ Աստվածաշունչը գսե, որ հիմա է ժամանակը փրկության։ Հիմա է ժամանակ, եթե մենք հիմա չորոշենք Հիսուսի այս երկրորդ քալուստին առաջ, մենք արիտ չի պիտի ունենանք այդ վերջը փրկվելու։ Վերջացավ Քրիստոս պիտի կա, որոնները եւ ծորենը պիտի ինքը զադե եւ հրեշտակները իր հետ եւ կամ թժող կամ տրախտ պիտի երթան։ Հիմա այս աղաղակները երկինքեն եւ մենք ենք որ գաղաղենք որ այս աղոթները Աստծո առջև եւ գսե խորանեն կամ այնտեղ որ կարդացիր սեղանեն հսավ չէ Այո սեղանեն ուրեմն այս ինչ սեղան է պիտի խոսենք անոր մասին այս սեղանը խնգասեղանն էր որ հին ուխտի մեջ դաջարի մեջ կգտնվեր եւ այնտեղ քահանայապետը անընդհատ կերթար խունգը գփոխեր եւ այնտեղ խունգ գվարեր Աստծո առջև եւ ինքը իր աղոթները կբարձրացներ իրեն համար իր մեղքերու համար եւ իր ժողովրդի մեղքերուն համար Գիտես առաքելական եկեղեցի մեջ երբեմն այդ
այդ աղոտները եւ որ քահանան գնե ինքը աղոտները կբարձրանան Աստծո առջև ինքը թեպի խորանը գնայի որ եւ յետևեն սուրբերն ագերքին որ գաղութեն որ եւ շատ հաջող եթե նայած ես այսպես խնկանոցներով Այո, փուրվար կամ խնկանոց կսեն սարգսակները գուքան եւ ժողովուրդը եւ որ գերքեն որ եւ խնկարգեն իրենք ժողովրդին արչեւ թիմած եւ շատեր այսպես խաչի նշանը գնեն եւ որ գուքա այո, սարգսակը խնկարգելու միտքը այն է որ ծեր աղոտները կբարձրանան որ Աստծո արչեւ խունգի նման աղոթեցեք ծեր երկերը ծեր պաշտամունքը Աստված մրի կնեոր եւ այդ միտքերը այնտեղ են եկած են շատերը չեն հասկանում ասեն այս ինչ է խունգ կծխեն որ ինչու գնան այդ 5 դագարաններ եւ այլ միտքը չի եղել մեգու եթե միտքը հասկանանք որ պայման չէ որ խունգ ծխվի որ աղոտներ ընենք եւ աղոտներ բարձրանան Աստծո արչեւ բայց մեզի հիշեցնե երբեմն մարդկային բաներ գործածենք հիշելու աստվածային բաները եւ այստեղ մեզի հիշեցնե այս բահը որ այս աղոտները կբարձրանան որ Աստծո առջև Սաղմոս 141-ը երկրորդ համարը որ գսե խունգի նման եւ մեր աղաղակները խունգին հետ միասին անուշահոդություն է Աստծո առջև եւ այս դարածքը որ սրբության սրբոցը չմտած քանան այստեղ մի հատ աղույս մտրած եմ ուզեմ տեսնանք որ առաջին քուխուն մեջ մենք տեսանք որ այդ 7 եկեղեցիները խորհրդանեշ այդտեղ նա պատկերը գար այդ խորանին ինչ էր պատկեր այնտեղ որ 7 եկեղեցիները 7 աշտանակներն էին չէ այո, 7 աշտանակները ուր կգտնվեին սրբության դարածքը գար քավիթը գար սրբության դարածքը եւ գար սրբության սրբոցը ուրեմն սրբության դարածքի մեջն էր որ քահանան պիտի մտնար եւ այդ 7 աշտանակները պիտի վարեր յուղը պիտի ցներ եւ գայծը պիտի դար եւ այլն այնտեղ հոգ պիտի դաներ այդ խորհրդանշեր Քրիստոս որ 7 եկեղեցիներուն ինքը անընդհատ իր խրատներով խնամք կտանի որ այդ աշտանակները 7 անհատ եկեղեցիներն էին բայց խորհրդանշված 5 դագարանի մեջ մեկ աշտանակ էր 7 ջուղերով որ քահանայապետը կմտներ այնտեղ եւ հոգ կտաներ հիմա Հիսուս հոգ կտանի որ եկեղեցիներուն այդ առաջին քուլուքը 9-20 համարներում մեջ տեսանք հետո երկրորդ այդ սրբության խորանին խորհուրդներեն միտքերը մենք տեսանք որ ներկայացված էր բանի մեջ 6-րդ քուխու մեջ մեկեն մինչև 8-րդ քուխու մեկ համարը այնտեղ մենք կտեսնանք որ 7 գնիկները կփասին որ ուր սրբության սրբոցին մեջ այնտեղն է որ քահանայապետը կմտնար դարին մեկ անգամ բայց հիմա մենք կտեսնանք Հիսուս որ մտած է այդ երկնային սրբության սրբոցը իր արյունով ինքը քահանայապետը լալով եւ 7 գնիկները բացավ այդ տարածքի մեջ որ գխորհրդանշեր որ քահանայապետը տարին մեկ անգամ միան գրնար մտնալ Հիսուս մտած է մեկ անգամ ընդմիշտ եւ մենք ագրնանք այնտեղ համարցակորեն մտնալ գսե Եբրայեցիս գիրքի 4-րդ քուխու 12 համարը հիմա գալով 8-րդ քուխը որ այստեղ այս ցանգին վրա գտեսնանք նորեն խորանին խորուրդ մը գդերվի պատկեր մը գդերվի 8-րդ քուխու երկրորդ համարը մինչև 5-րդ համարը եւ ինչ կլա այնտեղը պիտի գմտնանք այդ խունգին հետ աղոտները որ կբարձրանան հիմա այդ խնգանոցին գրագը պիտի առնե ով հրեշտակը պատկամափերը այդ կնմանի քահանային որ երևի վրա է եւ քահանան ալ գխնգարկեր չէ այո, ուրեմն միտքը այն է որ երևի վրա հիմա այդ փարգությունը որ աղոտները որ հասան Աստուծո այդ խնգանոցի խնգասեղանին արչև լեցվեցան հասան իրենց լրանալու ավարտին եւ հիմա Աստված այդ աղոտներուն փոխարեն պիտի սկսի երկրի վրա աստեցություններ կան ուրեմն գտեսնաս մեր աղոտները կապված են Աստուծո կորձին հետ
Մենք որքան աղոթենք միապանվենք եւ Աստծո արչե մեր աղոթները աղաղագենք, իր այնտեղը խնգասեղանին արչև գհավաքվին այդ աղոթները եւ որ իրենց հավաքված հասնի իրենց լրանալու չափը, որ Աստված գիտի գամյան, ինքը կսկսի Եվ որ գցես լրանալու չափ, այսինքն պատասխանելու ժամանակը։ Այո, եւ շարունակապար է այսինքն մեկ անգամ չի հասավ վերջին կակատնագետին եւ ամենը մեկ կնի շարունակապար մեր աղոթները կբարձրանան, Աստված մտիկ կնի այդ աղոթները եւ Աստված այդ աղոթներուն փոխարեն երկրի վրա ինքը գործողություն կկատարի։ Հարցնում ունիմ Պիտեր, վստահ ուրիշներն ալ պիտի հարցնեն, մեր աղոթքները կգնալալ դարբեր նյութերու շուրջ։ Այո։ Օրինակի համար բժշկության համար, ազատագրության համար, նյութականի համար, կորձի համար, դարբեր նյութեր եւ պիտի աղոթենք հարադեվորեն առանց հոգնելու, առանց հուսահատելու եւ երբ որ ժամանակ կա դերը պիտի պատասխանե։ Բայց ինչու համար օրինակ իր ցայնը, դերոջը ցայնը եւ որ պիտի պատասխանե, այս ինչը սել կուզե, երբ որ որոդում փայլակ եւ երկրաշարժը լա, այս աղոթքի պատասխանը կառնենք, ոս կնաս բացադրել։ Ուրեմն որոդում փայլակ այդ ինչ որ գլա որ երկինքի մեջ հիմա գեշ ժամ լրություն պիտի լանգսե ամեն բան գթատրի շատ լուրջ հարց մահասած այնտեղ հասած է որ Աստված այո ողորմող է այո կթացող է այո ներող է բայց նաև մենք որքան գաղութենք որ Աստծո արդար թադաստանը կա երկրի վրա եթե ուզենք հասունանալ մեր աղոթներու մեջ պետք է աղոթենք թադաստանի համար իր արդար թադաստանին որ իր ողորմությունն ալ դեսների այսինքն եթե իր թադաստանները չկան մարդիկ ապաշխարելու գարիկը չեն զգար եւ որ մենք կսկսենք աղոթել որ Տեր քու արդար թադաստանը թողա մենք ալուս կուշպիելանք որ մենք ալ Աստծո արչեւ այդ գնիկը ունենք այդ արյունով մենք կսրբակորձվենք մենք կմաքրվենք որով եթե մենք թեր այնտեղ չենք այդ թադաստանները մեր վրան ագրնակը եւ անոր համար երբեմն Բողոս Արաքյալ կամ երբեմն չէ Բողոս Արաքյալը ասած է չէ որ շատ զգուշությամբ մոտեցեք Սուրբ Սեղանին ուր հաղորդություն կստանաք որով շատ անգամ գսե այս պատճառով է որ հիվանդ եք կամ գննչեք այսինքն մեռնիկ որով երբեմն մենք մեր վրա թադաստան կբերենք երբ մենք մեր անձը չենք թադեր այդպես կսե Բողոս Արաքյալ երկրորդ առաջին Կորինթացիս 11 քուխուն մեջ որ քննեցեք ձեր անձերը եթե դուք ձեր անձերը թադեք կսե Աստուծո չեք թադրի ուրեմն մենք շատ լուրջ պիտի առնենք այդ Սուրբ Սեղանին մոտենալը բայց միևնույն համար մնա որ օրինակի համար բարձրապես ավելի հստակ լալասոնեն համար որ թադաբարդության հոգի մի ունենակ թադաբարդության հոգի ուրիշներուն հանդեպ բայց մենք մեր անձը ինչը սա Դավիթ թագավորը սա որ քննե իմ սիրտս եւ նայե եթե ոյ մեկ դիցման գա մենք պետք է ինքնակնություն ունենք ադեն եւ խնդրենք որ Սուրբ Հոգին մեզի հանդիմանե քննե մեր մեջը ինչ բաներ կան որ խոստովանելու պետք ունենք անոր համար շատ աջախ նույնիսկ հաղորդության չմոդեցած խոստովանանք կլա չէ խոստովանության նույնիսկ զոմաբահության լուրջ հարց է այս գադակ չէ եւ անոր համար ուզում լսել այդ համարը մի հատ կարդանք որ տեսնանք Կորինթացիս գիրքը 11-րդ գլուխը եթե փանաս բարիկույր այնտեղ ուզում որ Կորինթացիս առաջին կամ երկրորդ առաջին Կորինթացիս 11 գլուխը 27-ին մինչև 32 համարը կարդանք Առաջին Կորինթացիս 11:22-ին 27 համար են 27 համար են սիրո մինչև 32 որ գսե ուսի ով որ այս հացը ուդե կամ դերոջը կավաթը խմե անարժանապար բարդագան պիտի ելա դերոջը մարմնին եւ արյունին շարունակեմ այո ուրեմն թող մարդ իր անձը փորձե ու այսպես այն հացեն ուդե եւ այն կավաթեն խմե վասնզի ան որ անարժանապար գուդե ու գխմե իր անձին թադաբարդությունը գուդե ու գխմե վասնզի դերոջը մարմնին իմաստը չորոշեր ասոր համար ծեր մեջ
շատ հիվանդներ ու ցավաքարներ կան եւ շատեր ալ կննչեն, վասնզի եթե ինքնից թադելու ըլլայինք, բիճի չի թադապարտվեինք, իսկ երբ կթադվինք, դերոճմեն կխրադվինք, որբեսի աշխարհի հետ չթադապարտվինք։ Ոստի եղբայրներս, երբ մեկտեղ կհավաքվիք ուտելու, իրարու սպասեցեք, իսկ եթե մեկը անոթի է, թող իր տանը մեջ ուտե, որ չլա թե թադաբարդության համար հավաքվիք։ Ուրիշ պատվերներ ցեզի եկած ադենս պիտի հաղորդեմ։ Այո, ուրեմն այստեղ Պողոս Արաքյալ կբացատրի, որ այս ինչ որ մենք եւ սուրբերը գաղութեն 6-րդ քուքուն մեջ ինչ որ ընթերցեցիր հայտնության քիրքին, որ Աստծո արդար թադը կա, նաեւ այդ թադը մեր վրան կգրնակա։ Ամենամար մենք Քրիստոսի արյունով մենք գնկված ենք եւ սրբված ենք 7-րդ գլուխներ հայտնության, բայց նաեւ մենք կսրբակորձվենք անընդհատ եւ պետք ունենք խոստովանելու մեր մեղքերը, որթեր այդ սովորություններում վրա հաղթանակ չենք եղած, հաղթություն չենք ունեցած։ Մինչ այդ հաղորդության սեղանին եւ որ կմոտենանք, արյունը եւ այսինքն քինին եւ հաց ուտելու որ կխորհրդանշե Քրիստոսի արյունը նորեն եւ իր մարմինը, քարնուկին մարմինը որ զոհվեցավ մեզի համար, այդ մեզի սրբակորձության եւ մեղքերու թողության հիշադակելու որ միջոցն է, մենք պետք է նաև քննենք մեր անձերը, նորեն պիտի ասեմ, առաքելական եկեղեցի մեջ շատ այս գեղեցիկ ցևով արարողության մեջ հիշված այս բաները, բայց շատեր չեն կարելի հասկանալ, որ այդ մոդեցումը եւ շատ ավետարանական եկեղեցիներու մեջ կխոստովանենք մեր մեղքերը հաղորդությունը չարած։ Շատ կարևոր է, որով եթե մենք ճիշտ ցևով չմոտենանք այս սեղանին, մեր վրա գրնա թադաբարդություն կա։ Մենք մեզի ասված գրնա թադել, մյուս բոլոր անհավատներու հետ միասին, որով մենք ոտնագող կնենք որ Աստծո շնորհք։ Աստված չի խաբվիր, ինքը մեր սրտերը մտքերը քնող Աստված է։ Գսե այստեղ Պողոս Արաքյալ, եթե սխալ ցևով մոտենաք, ինչ պիտի լագեսե, այս պատճառով է որ ցեզ մեջ շատեր հիվանդ են։ Այս պատճառով է որ շատերինի կննչեք կմերնի կորնույնից։ Գրնամ հասկացածս Սերպիտեր։ Ուրեմն ես մեղավոր եմ, գիտեմ որ մեղավոր եմ, բայց գիրակի օրը գերտամ եւ կմոտենամ հաղորդության սեղանին հաղորդություն առնելու։ Նախքան հաղորդություն առնելը կխոստովանիմ, որ ես մեղավոր եմ, կապաշխարեմ, գառնեմ անհաղորդությունը։ Բայց երբ կուքա թադաբարդությունը, երբ որ չի առնելես առաջ, չի խոստովանիմ եւ չապաշխարեմ։ Այո, նա ինչ կլավը։ Եվ որ գուքաս կոր այդ հաղորդությունը վերցնելու, շատ աջախ ինչ կսեն, մեղա Աստուծո, չէ՞։ Այո։ Մեղա Աստուծո։ Եվ այնտեղ չհասած խոստովանանքի ժամանակ կդրվի։ Ավետարանական եկեղեցի մեջ երբեմն լրություն կլա, մարդիկ իրենց ժամանակ կդրվի, որ մտածեն իրենց մեղքերը, երբեմն չի դրվի, եւ կամ հաղորդությունը ամենուն կդրվի։ Հաղորդությունը ամենուն համար չէ, լուրջ հարց է այսինքն։ Անոնք որ չեն ապաշխարած, անոնք որ Քրիստոսի արյունը չեն ընդունած հավատքով իբրև իրենց փրկության միջոցը, ինչ որ 7-րդ գլուխներ, որ մեկնաբանեցին անցյալ անգամ, որ արյունը որ Քրիստոսի միջոցով է որ մենք սպիտակ իր հանդերձները արդարության կհագնենք, ուրեմն եթե մենք այդ սպիտակ հանդերձները չենք հագած, մենք կնմանենք այդ արագին, որ Հիսուսը ասավ, այդ հարսանիքին, որ հանդերձներ տվավ այդ ամուսնացած զույգը, որ ամենը որ գուքան այդ հանդերձները հագնին, բայց մեկը փորձեց մտնալ առանց այդ հանդերձները ունենալու։ Եվ ինչ եղավ իրեն, վրընդվեցավ, ինքը դուրս թրվեցավ։ Մենք նույնն ենք, եթե Քրիստոսի արյունը չունենք մեզի փրկության իբրև հավատքով միջոց, մենք իրավունք չունենք Տերոջը ներկայության մեջ ելալու։
միակ մեզի համարցակությունը, որ մեզի համարցակություն կուտա, որ Աստուծո սուրբ Աստծո առջև կարողանանք կանգնել, Քրիստոսի արյունն է, որ մեզի կհագցնի իր արդարությունը, այդ սկեսները, եւ այդ միջոցով գրնանք իրեն մոտենալ։ Մենք արժանիք չունենք, մենք մեղավոր արարածներ իր շնորհքին դագնենք։ իր շնորհքին դալենենք եւ որ այդ արյունը հավատքով կընդունենք, բայց Ամեն։ նաեւ երբ որ մենք կմոտենանք, մենք ամեն օր, որով հին մարդը ենք, մեր մարմինը, թեր հին մարդը բայկար մգա մեր միջև եւ մեր նոր մարդը, որ Քրիստոսն է, որ մեր մեջն է եւ մեր վրա հագցուցած է իր արդարությունը, այդ հին մարդը խոստովանելու պետք ունի իր մեղքերը եւ սրբակորձվելու ընթացք մնաց կյանքի ընթացքին ուրեմն անընդհատ պետք ունի խոստովանելու մեր մեղքերը եւ ինքնակնությունը ներու նայելու որ Այո։ ինչ մեղքեր կան եւ Սուրբ Հոգին խնդրել որ մեզի քննե մեր սիրտը քննե իմ սիրտս հբարդություն, քորոզություն, ինքնարդարություն, ոգրամոլություն, Եվ ինչպես չար նայվածներ, չար խորհուրդներ, համբասանքներ, սուդեր, անոնհամար արաքելական եկեցին երբեմն գսե այս բաները, որ հիշեցնե մարդկանց, որ ինչ բաներ կան, որ պետք է մեկ հատ քննենք, այս շաբաթ կամ այսօր ինչ մեղքեր կործած են, հիշեցնե, անշուշտ Սուրբ Հոգին կորձ է, բայց Սուրբ Հոգին Աստծո խոսքին միջոցով հիշեցնի։ Մենք ամենքս պետք է ունենանք այդպես ինքնակնության ժամանակ մասնավորապես եւ որ մոդենանք Սուրբ Սեղանին, որ հաղորդություն պիտի ստանանք։ Ցեվարիգություն պետք չէ լա։ Ինչ պետք չէ լա։ Ցեվարիգություն պետք չէ լա կամ Այո, սովորություն պետք նայ չէ շատեր լա։ ինչ կենեն։ Ոչ բարդականություն։ Բարդականություն չէ, ցեվականություն չէ, սովորություն չէ, ավանդություն չէ միայն, այլ այս բաները ասոնց յետին լուրջ հոգիի հարց կա, որ Աստված սիրտերը ու մտքերը քննող Աստված մեզի կքննե որ եթե մենք մեր անձը չի թադենք կսե որ Պողոս Արաքյալ, մի թադվենք Աստուծմե, ուրեմն ավելի լավ է որ Սուրբ Հոգին մեզի հանդիմանե մեր մեղքերուն, մենք մեր անձը թադենք, այսինքն ոչ թե թադենք, որ շիդակ եմ սխալ եմ, այլ այո, ես այս մեղքերը կկործեմ դեր, կխոստովանիմ, ներե ինձի եւ նաեւ օգնե, որ հաղթահարեմ, որքան մարդիկ կերտան խոստովա հաղորդությունը գարնեն, գսե ես ստացա, կարծես թեղմը ստացավ եւ սնոդի բաշտության կնամանի, որ ես արի ասիկա, ես հիմա մակրվեցա մակրությունը ոչ թե այդ բզդիկինին խմերն է հացն ու դերնով մակրեց քեզի, այլ այդ քու խոնար թիրքով, գոդրած սիրտով, խոստովանելով, ձոմբահելով նույնիսկ առաջ քաս Աստծո առջև կգանքնիս կորանտե։ Ոչ թե քահանային, եւ քահանան ինչ կսե, քահանան որ կներկայացնի Աստուծո, ինչպես այստեղ հրեշտակը կխնկարկե, որ հրեշտակը պատգամապերն է, ինքը ասինք առաջին քուխուն մեջ չէ, հրեշտակները եկեղեցիներում քահանաներն էին, կամ հովիվները, կամ եղիսկոպոսները, այստեղ ինչ կսե քահանան, կամ եղիսկոպոսը, որ այնտեղ կանգնած է, որ հաղորդությունը կառնես, եւ որ դու մեղա Աստուծո գսես, ինքը հաղորդությունը բերանդ կտնե, որ կխորհրդանշե Քրիստոսի արյունը, որ մեղքերու թողություն է եւ մարմինը, որ մեզի կյանք է, գսե Աստված քեզի թողություն շնորհե։ Ինքը չէ որ քեզի թողություն կուտագոլ, ինքը Աստուծո այդ թողությունը կհրճագե գործու վրա, բայց այդ թողությունը օգուտ չունի, եթե թուն մեղա Աստուծո փերանով միան գսես, բայց սրտով թուն նույնիսկ չես հասկանալ, որ ինչ կնես։ Լավոս ես քեզի հարցում միտարսեն, որքան որ անձը պատասխանատու է խոստովանելու, ապաշխարելու եւ վերջ առնելու այդ հաղորդությունը, նույնքան եւ ավելի դվողները կամ հрамցնողներն են այդ, ասենք համայնքի դեպերությամբ դվողը կամ հрамցնողը նույնը ինքն էլ պետք է ապաշխարութենեն խոստովանութենեն վերջը քա եւ այդ արարքն է։ Անշուշտ եւ անորոմար արարողության մեջ արաքելական եկեցի մեջ քահանան ինքը ապաշխարության աղոթներ գսե մեղա Աստուծո իրեն համար, իր անձին համար։ Հիմա նորեն այդ միան Աստված կքննե սիրտերը մտքերը, իմ կորձս չէ որ ես նստիմ այնտեղ ասեմ այս քահանան նայ այս ինչ մեղք գրավ այս շաբաթ, այս քահանան այն հրավ, հիմա ամեն քահանաներ, հովիվներ, ամենքը սա մեղք կորձենք, չէ։ Այդ
այդ հովիվին, քահանային, եղիսկոպոսին, կաթողիկոսին ինքն է պետք է որ այդ ծևով մոտենա, ինքն էլ այդ աղոթները գնե, բայց որքանը այդ աղոթներուն սրդանց կկատարվի, որ միան Աստված գիտե։ Այդ իմ կորձս չէ, որ ես այնտեղ հաղորդության չկացած մտածեմ, որ այս քահանան կամ այս հովիվը կամ այս վարդապետը եղիսկոպոսը ով են անգելձորեն իր խոստովանությունը չրավ։ Անիկա ինքը եւ ասում իջեր, ինքն է իր վրա գրնա, այդ նույն թադաբարդությունը իր վրա կա։ Անիկա իմ կորձս չէ, բայց ես այդ Շնորհակալ եմ հաղորդությունը աստվածադրության։ Մեկ բան եւս պիտի կուզեմ ասել, այդ անգելձորեն ես եթե երթամ հաղորդությունը վերցնեմ, դվողը այդ Աստծո կորձն է, թող Աստված իրեն թադե եւ նույն մահի իր վրա գրնակա։ այո, Հասկացա, շատ նույն պատասխանատու է։ հիվանդությունները։ Պիտեր, մեկ բան եւս կուզեմ քեզ ասել, ասնույթը բավական երկար տևեց, բայց շատ կարեւոր է ասաղորդության նյութը։ Արիթում Մոնտրեալի մեջ կաթողիկե օդար կաթողիկե եկեղեցի մեջ կգտնվեին, ես եւ ամուսինս, եւ երբ որ հաղորդության ասենք ժամանակը եկավ, Բարթաբեդը ասավ ով որ քրիստոնյա չէ, որտեղ գիտես ամեն ասկեր գուկանատ եկեղեցի մեջ գիտեմ որ հոն դարբեր ասենք սրբադեղի մնե եւ այլն հաղորդության թող չի մոդենա հիմա իրականության մեջ ասի որ ես ինքզինքիս գիտես հոգչե թող կար գիտես թող հաղորդվեր Քրիստոսի մարմինն է ինչ ունիս ասի գասերիկ ասամե բացատրություն այդ վերջը Մարդը եկած է գսկա գորդերոջը ներկայ գսկա գոր հոգին մեջ եւ այդ լրշության մեջ գմոդենա գուզեգոր ինքնակալ եւ արկիլվեցավ իրենց Շատ ճիշտ է, որով եթե այդ անձը չէ մգրդված եւ չէ թավանած իր հավատքը եւ ինքը թեր քրիստոնյա չէ քահանան իրեն կպաշտպանե որ անեցկե որան ինքը իրեն մահ եւ հիվանդություն կփերը հասկացա քահանան ճիշտ կնե որով եթե քահանան իր հոդը գճանչնա շուշ պետք է անորոշ շատ եկեղեցիներում մեջ եւ արաքելական եկեղեցի շատ ավելի զգուշ է ասպանին նույնիսկ եթե մեկ եկեղեցի եւ ուրիշ արաքելական եկեղեցի երտաս երբեմն չեն դար երբեմն միշտ չէ բայց մեկ կամ ավետարանականները մենք ինչ կսենք որ հաղորդություն չարած պետք է որ ըսվի ասիկա ամեն քահանաներու եւ կամ հովիվներու կողմին որ եթե դուք չեք ապաշխարած չեք մրգրտված եւ թեր չեք թավանած որ քրիստոնյա է Քրիստոս ընդունած է իբրև ձեր դերը փրկիչը եւ ադա բացատրեմ որ ինչպես կնենք եւ որ ասենք որ կհավատանք Քրիստոս մեր սրդի մեջ որ մերավ հարություն արավ երրորդ օրը եւ համբարձավ եւ Աստված կողմը նստած է եւ նորեն պիտի կա եւ իր արյան միջոցով միայն կրնանք մեղքերու թողություն ունենալ եթե մեր սրդի մեջ չենք հավատալ եւ չենք թավանած կամ չենք թավաներ մեր շրթունքներով ուրեմն մենք թեր ապաշխարած չենք մենք թեր վերստին ծնված չենք Սուրբ Հոգին չենք ստացած մենք Աստծո որդիները չենք մենք իրավունք չունենք այդ սեղանին մոդենալու մեր վրա անարքան կփերենք նույնքան որ հավատացյալը որ կմոդենա բայց սխալ ծևով կմոդենա լուրջ հարց է անորոշ պետք է որ շեշտվի հովիվներուն կողմեն կամ քահանաներուն կողմեն որ ամենուն համար չէ այս ամենաառաջինը լալով անոնք որ հավատքի մեջ չեն հավատացյալ չեն մգրդված չեն թավանած որ քրիստոնյա են եւ անոնք որ են եթե քույր եկեղեցիները գուքան որ չի ճաշնար քահանան ուրեմն ինքը պետք է ինչ որ Բողոս Արաքյալը գսե ասել քնեցեք ձեր սիրտերը եթե քրիստոնյա եք եւ նայեցեք եթե ոյ մեկ բան մգա որ պետք է խոստովանվի կամ ծեր անձը եթե Սուրբ Հոգին կհանդիմանե խոստովանեցեք եւ խոստովանանքի պետք է ժամանակ դերվի որ խոստովանություն ինքնակնությունը լա ասա արագ հաղորդություն ամենուն գտանք ոչինչ ամոր չէ փրկված կաս միջոցով աստծո մոդեցած այս խաղալիք չէ այս սեղանին ամեն մարդ չէ հրավիրված գսե որ չէ ամենավերջի ինչը սա Բողոս Արաքյան եթե անոթի է գսավ կասեք ձեր դուները գերեք այսինքն այս սեղանը ուդելու համար չէ որ կշտան որ Կորինթացիս գիրքը
Կորինթացիս նամակը գրված էր Կորինթի մեջի եղող եկեղեցին, որ բղձված էր։ Մարդիկ ամեն բան գնային, որ հետո գուքային հաղորդություն կառնեին։ Եվ նույնիսկ ուդուշ խումուշ կսեն հայաստանցիները, կարծես գիտես, հիմա պիտի խմենք, պիտի ուտենք, երբեմն գենացար գսեին, այսպես կարծես։ Քինիով, որ անզիկա խաղալիք չէ։ Լրջությունը պետք է որ կանան սորվեցնե, անշուշտ թե մենք չենք ուզել, որով նաև ամեն քրիստոնյա մեղավոր է, չէ, ես ամ մեղքը կործեմ, կանանա, վարդապետնա, եղիսկոպոսնա, կաթողիկոսնա, բաբնա, ամենա, բայց ինչ ցևով կմոտենանք այդ սեղանին, սրդանց խոստովանելով եւ կոդրած խոնար սրդով եւ այդ խոստովանանք կներեն վերջի հաջորդ անգամ որ հաղորդություն պիտի առնենք անշուշտ թե նորեն պիտի խոստովանենք, որով շաբթու ընթացքին, օրվան ընթացքին քանի դեսանելի եւ անդեսանելի մեղքեր կործենք, գիտակցաբար եւ անգիտակցաբար մեղքեր, որքան մեղ ես եւ դու կործենք, որ անգիտակցաբար կործենք, չէ՞։ Անշուշտ։ So ամենքս խոստովանելու պետք ունի կանանալ եւ ամենալ վարդապետնալ, հովիվնալ, պատվելինալ ամենքս։ Մեկը չկա որ արդան։ Սուրբ Գիրքը գսե այդպես Ռոմայացիս 3-րդ քոխուն 10-րդ համարի մեջ գսե մեկը չկա որ արդար է գսե։ Նույնիսկ մի հատ չկա։ Եվ մեղքի վարձքը մահ է գսե, բայց Աստծո ծրի բարգևը նվերը շնորհքը կհասնի Փառք Աստծո գսե, բայց Աստծո ծրի բարգևը հավիտենական կյանք է անոնք, որ Քրիստոսի գավադան իր մեջն են։ Ամեն։ Շնորհքը գուքա մեզի, բայց լուրջ ձևով մոտենանք։ Եվ ուրեմն այստեղը համեն այո, խնդրեմ։ Պիտի ասեի, որ նույնիսկ հիմա չեմ ուզի շատ զայրայղլալ, բայց նույնիսկ հաղորդությունը պատրաստող ցերքերը իրենց շունչը, իրենց սիրտը, գիտես, բայց ինչպես որ սիր ադիգա դերն է որ ամեն մեկը իրեն ասենք հաշիվը պիտի դա դերն է որ սիրտերը գիտե։ Այո, եւ որ ես կերտամ իմ անմեղ սրտով ընդունելու այդ հաղորդությունը, ես պետք չունիմ մտածելու որ այդ կանան կամ այդ հովիվը կամ վարդապետը որքան անգեղձեր իր խոստովանության գնեն խոստովանությունները ամենը, բայց ադիգա Աստծո կորձը, որը ես անոնց միտքերը սիրտերը չեմ գրնալ քնել, գրնալա որ ինչ մեղ մը կորձեց, որ ես չտեսա, բայց Աստված տեսավ։ Այո։ Ադիգա ով գրնա քիտնալ, շաբթու ընթացքին ես ինչ մեղքեր մտքով նույնիսկ մտածել եմ, եթե մեկում ադել եմ գսեմ մարդասպանություն է։ Չէ՞։ Այո։ Ադելը միտքիդ մեջ ադեցիր մեկումը չսիրն է, ադիգա Աստված գիտե, բայց մեկը չգիտե։ Խոստովանելու պետք ունի։ So դեսանելի եւ անդեսանելի մեղքեր կան, գիտակցաբար եւ անգիտակցաբար։ Եվ ուրեմն հիմա ես կուզեմ անցնել այդ համարներուն շուրջ, որ մեկ հատ այս սրբության սրբոցին այս պատկերը մենք ցույց տալ, որ տեսնանք ինչ կկատարվի, որ ուրեմն Թուրսը այս քարագուսին հոսել որ զոհերը կմատուցվեր։ Կանան գուքար այստեղ զոհերը 5 դագարանի մեջ, այ 6-րդ քուխուն 9-11 համարները այնոնք որ խորանին դագն էին գսե, չէ՞։ Այո։ Գաղագեին որ դերոջ միջև երբ պիտի թադես ով դեր։ Okay, այդ աղաղակը գուքար որ այս դարածքեն սուրբերը խորանի, այսինքն մեր արյուննա թափած է այդ զոհերուն հետ որ 5 դագարանի մեջ կլա, մարտիրոսներն են ասում որ աղաղակին որ, բայց նաև անոնք են որ թուն եւ ես որ ներած ենք մեր եսին, մենք ալ զոհասեղանի վրա պետք է հիմակվնե հանձնված ըլլանք, մենք ալ ներած պետք է ըլլանք, մենք ալ մարտիրոսներ ենք, եթե մենք վկաներ ենք, նաև մարտիրոս ենք, անգլերենով մարտիրոս փարը, martyr փարը վկա ասել է նաև, հասկացար, ուրեմն witness փարը, մարտիրոս փարը, թե վկա, որով երբ որ վկային, որ քրիստոնյա են, շատ շուտ կմարտիրոսվեին առաջին թարվա հավատացյալներ այն բանին որ կմգրդվեին, շատերը կտեսնային որ վկայեց որ ինքը Քրիստոսի գթաբանի իբրև իր դեր եւ ոչ կայսրին։ Եվ ուրեմն եթե կայսրին չի թավանի իր իբրև դեր եւ Աստված, ուրեմն այսօր պիտի խիստ բադիժներ գային եւ
արյուզներուն կուպը գամ արյուզներուն արջև գնեդեին եւ ինչ մարտիրոսներ գլան հիմա է գլան անոնք որ գտավանեն գսեն որ ուրիշները ասիկա հեթանոս է գսեն օրինակի համար ուրիշ կրոնքներու անվանդակ ուրեմն քանայաբեդա այստեղը ինքը զոհերը գներ եւ այսօր դագեն է որ Քրիստոսը հիմա երկինքը մենք այլ խորանին դագնենք զոհասեղանին դագնենք մենք ենք վկաները մարտիրոսները մեր աղոտները կբարձրանան եւ այստեղ քանան ցերկը գլվար անգևերջի սրբության դարածքը կմտնար աշտանակը այստեղ էր ինքը այս աշտանագին յուղը կփոխեր որ լույսը միշտ վարի որով բադոհան չկար այս սրբության դարածքը եւ այս հացասեղաններ որտեղ 12 հատ հաց կթրնվեր 12 ցեղերուն համար խորհրդանշելու որ Քրիստոսը այդ հացը որ մեզի պիտի կշտացնե գենաց հացը ինքն է երկնային մանանան եւ այստեղը գար խնգասեղան ուրեմն հիմա այս հրեշտակը որ գտեսնանք որ 8-րդ քուխուն մեջ այս խնգասեղանին արչև կանգնած է իր խնգանոցով եւ կփարծացնի որ աղոտները եւ հիմա Հիսուս կամ հիմա հրեշտակը պիտի առնի գրակները այս սեղանին եւ այդ սեղանին յետ երկրի վրա պիտի նետվի փարգությունը Աստծո գրակը պիտի նետվի փարգությունը որ այդ 7 փողերն է որ դեսնանք այս խնգասեղանին այդ խունգը որ գվարվեր այստեղ շատ կարևոր էր որ այս դեղ որտեղ զոհերը գմադուցվեին այս գրակը այստեղին գրակ պիտի փերեր հոս պիտի թներ որ խունգը վարե վրա եթե ուրիշ գրակ մը փերեր ամիջապես քահանան գմերներ եւ այդպես եղավ 5 դագարանի մեջ կար օրինակ մը չէ որ Ահարոնի ժամանակ սխալ գրակ փերին գսե այստեղին չի փերին գրակը ուրիշ տեղեն եւ ամիջապես այդ քահանան մեռավ պիտի մեռան so շատ կարևոր էր ցևը նույնիսկ ինչպես պիտի մոդենային Աստծո մեկ սխալ բանին քահանան գմերներ անորոմար զանգակներ կգախվեր իր ոտքին վրա եւ որ մասնավորապես սրբության սրբոցը կմտներ այստեղ վարակույր մգար այստեղ այն չափ խունկ պիտի ձխեր որ ամեն գոմ խունգը լա վեճը վարակույրին յետևեն պիտի մտնար եւ խունգը որ գա որ ինքը եւ Աստծո միջև այդ փառքը իրեն չսպաննե խունգը բիլեցվեր անանք մի մոդենար այս բանին ուխտի դաբանագին եւ այստեղը ուխտի դաբանագին վրա պիտի սրսկեր արյունը որ այս տարածքը զոհած էր զոհերը այդ արյունը 7 անգամ այստեղ պիտի սրսկեր եւ եթե Աստված ընդուներ այդ արյունը այդ ինքը դուրս պիտի քարտարին մեկ անգամ եւ նույնիսկ քավիթը այստեղ են ատիչ մանտին դուրս եւ այնտեղ պիտի հրճագեր մարդկանց որ ծեր մեղքերը ներված են այսինքն Աստված ցեզի թողություն շնորհե ինչ որ ինչպես կգիտնային երբ որ Աստված ներեց քահանան ինչպես կգիտնային ուրեմն ինչպես կգիտնային շատ լավ հարցում է եւ շատ դժբախտաբար պատասխանը շատ հաճելի չէ եթե քահանան մեռներ վաու զանգակները չէին լսեր որ իր Փեշին գարված է իր փոլունին այդ հակած հակոստին եւ իրեն բարանը կապված էր ոտքին այնքան սուրբ էր այստեղ որ բարանով իրեն դուրս պիտի քաշեին որ չլա որ իրենք մտնան իրենք ամերնին եթե Աստված չընդուներ ոյ մեկ բան սխալ ցևով լար գրնար քահանան մեռնի իր կյանքը զոհելով կմտնար այստեղ մեծ ռիսկ առնելով եւ այս ուխտի դաբանագը որով այստեղ գխորթանշեր Աստծո ներկայությունը երկու քերոբներ կային այս դաբանագին շուրջ որ ինչ կխորթանշեր այս տարածքը թրախտ կմտնար որ ինքը եթե մի բարդեզը այդ երկու հրեշտակները գխորթանշեին այդ հրեղեն հրեշտակները որ թրախտին արչև դրված էր ներժելու որ Ադամ Եվա իդ չկարողանան մտնալ Դարին մեկ անգամ ասիկա գիշեցներ քահանայի միջոցով որ ինքը այդ ինչ կորսնցուցին բայց ինչ կրնան թեր վայլել այդ երկու հրեշտակները այդ վարակույրը որ այստեղ կար ոնց վրանալ հրեշտակ քերոբներ գային
ինքը այդ տարածքը գճեղի որ մտնա դերոջը ներկայության մեջ ինչ որ Ադամ Եվա երբ թեր մեղ չէին կործած գվայլեին թրախտի մեջ եւ այս ուխտի դաբանագի մեջ մենք խոսեցանք այսօր մասին բայց ինչ կար երեք բան կար չէ Ահարոնի խավազանը կար 10 բադվիրանները կային եւ մեկ հատ թասմը կար մեջը մանանա կար եւ ասում ամեն գխորտանշեին Աստծո ներկայությունը 10 բադվիրանները իր սրբությունը որ միան Հիսուս կրծավ գադարելը սա ես չկա խախտելու այդ բադվիրանները գադարելու ուրեմն Հիսուս այդ 10 բադվիրանները կատարեց այդ չափանիշը միան ինքը գադարյալ արդարությունը կատարեց ուրեմն ինքը կարող էր այնտեղ միշտ ներկա լինել Ահարոնի խավազանը մերած փայդեն յանք եկավ չէ ձիլ մտավ նուշի փայդեր որ փաստե որ Ահարոն որ ինքն է որ ընդրված է իբրև քահանայապետ ներկայացնելու բոլոր ցեղերը այդ ալ Քրիստոս կխորհրդանշի որով ինքն էր այդ փայդը որ խաչի վրա մերավ փայդին վրա անեց եղավ բայց վերջը յանք արա իր մեկ յանք եկավ այդ մերած փայդեն յանք եկավ չէ հրաշք է եւ նաեւ այդ մանանան որ 40 տարի անաբադի մեջ գերան օրինակ այստեղ բաղված էր որ չեր փտտեր եւ այդիկա գիշեցներ որ այդ Աստված իրենց քերբոնական ցևով գերակրեց որ նաեւ գխորհրդանշե Քրիստոս նոր է որ ինչն է 6-րդ գլուխը Հովաննու ավետարանի մեջ կեսե ես եմ այդ մանանան որ երկինքեն իջա այս երեք բաները որ մեջը տրված էր Քրիստոս կխորհրդանշեր այսինքն Աստծո ներկայությունը Աստված հիմա Հիսուս երկնայիններու մեջ ինքը մտածի երկնային խորանը եւ հոս մեկ ուզեմ տեսնալ որ հայտնության քիրքի մեջ շատ նմանություններ կա անգլերենով տրված է այս բոլորը հոս բայց այստեղ կտեսնանք որ սրբության սրբոցը որ հիշված է 5 դագարանի մեջ նաեւ հայտնության քիրքի մեջ նաեւ քանի անգամ հիշված ուխտի դաբանագը ելից քիրքի 25-րդ գլխի 10 համարի մեջ հիշված է ուխտի դաբանագը պիտի տեսնանք հիմա որ պիտի հիշվի 11-րդ գլուխը եւ վերջին փողը հնչվի 19 համարի մեջ ողորմության աթորը այդ 4-րդ գլխի 3-րդ համարն է որ Աստված զիազանի միջոցով ողորմությունը շնորհքն էզի կհասնի այդ աթորին որ սրբության տարածքի մեջ էր անոր խորհրդանիշը հայտնության քիրքի մեջ այդ զիազանն է Աստծո ներկայությունը իր փառքը հիշված է հայտնության քիրքի մեջ այն որ աթորի վրա նստած է 4-5-րդ համարներ գլուխներում մեջ եւ այդ բանը քերոփեները որ ողորմության աթորին արչև կամ դաբանագին արչևն էին ելից 25-18 համարի մեջ հիշված է հայտնության քիրքին այդ գենթանի 4 էակները որ 4-րդ գլխի 6 եւ 8 համարներում մեջ հիշված է այդ քերոփեները որ 5 դագարանի մեջ է սիվարակույրի վրա 2 հատ կար 2 հատ ուխտի դաբանագի վրա կար այդ խորհրդանշված է հայտնության քիրքի ուրեմն խորանին խորհուրդները մենք կտեսնանք որ ինչպես նաեւ կգրկնվի որ հայտնության քիրքի մեջ ուրեմն պաշտամունքի անորամար այս արաքելական եկեղեցի կամ գաթողիկ եկեղեցի ոչ ռոմայական գաթողիկ այլ գաթողիկ այդ խորհուրդները շատեր չեն հասկանալ որ ինչու համար այս նմանություններ կան արարողության մեջ որ 5 դագարանին կնմանի միտքեր այնտեղ են արտնված է որ հայտնության քիրքի մեջ դրված է որ նոր գդարանն է որուն հայրերը ոչ միայն հայրերը նախնահայրն առաջին հայրերը որ այդ արարողությունները պատրաստած են որ ցևը կա մոդենալու Աստծո այս միտքերը արած են հայտնության քիրքեն շատ է սկսած եւ վերջը այդ 7 աշտանակները որ տեսանք 5 դագարանի մեջ հիշված է աշտանակը ելից քիրքին մեջ նաեւ մենք տեսանք որ հայտնության քիրքին մեջ այդ աշտանակները հիշված էր առաջին գլխի 4 համարի մեջ չէ որ սա որ խորանին արչեւ 7 հոգիները 7 աշտանակներն են կամ 12 համարը կամ 13-ը 20-ը 4 գլխի 5 համարը Երնանք բանալ եւ գարտալ այո անորոշ շուտ կսեմ որ
մարդիկ իրեն գնեն, ասիկա բավական ժամանակ կառնե, որ մենք հասկանանք այս հայտնության գիրքը եւ ինչ ծևով մեր պաշտամունքի մեջ այս միտքերը դրսևորվին, մասնավորապես առաքելական եկեղեցի մեջ։ Հիմա այստեղը, ուր որ կարմիր շրջանակը դրած է, այդ խնգասեղաններ, որ քիչ առաջ նկարը ցույց տվի, որ հայտնության գիրքին 8-ը քուքուն 3-ն 5-րդ համարներն են։ Սոփական մանրամաս մտան եւ այս բոլորը այդտեղն էր, որ աղոթները կբարձրանային Աստուծո, Աստված գլսեր այդ աղոթները եւ գջեղկեին այդ ոլորտը, որ դիվային աշխարհն է, որ երկրորդ երկինքն է, ուրեմն աշխարհին կբարձրանար աղոթքը առաջին երկինքը այս մոլորակները եւ ասկերը եւ այլն, երկրորդ ոլորտը դիվային ոլորտն է, երրորդ երկինքը հասներ աղոթները, այդ ինչ որ 6-րդ քուքուն 9-ն 10 համարները կարդացինք, այնտեղ Աստված գլսեր աղոթները եւ ետ կուղարկե գրագը երկինքեն երկրի վրա եւ 7 փողերը հիմա որ հնչեն, մենք պիտի տեսնանք ինչ ֆիզիկական գրակ չէ, որ անպայման պիտի ուղարկվի, այլ հարվածները, իր միջոցները, որում միջոցով իր թադաստանները պիտի կան երկրի վրա։ Ուրեմն շուտով այստեղ նայենք, հրեշտակը բռնած է փուրվարը, խնգասեղանին առջևն է, 8-րդ քուքու 3-րդ համարը այնտեղ կգանքներ եւ աղոթներուն հետ միասին այդ ոսկի խնգասեղանին առջև կներկայացներ աղոթները Աստուծո։ Տեսնաս ոսկի խնգասեղանը 5 դագարանի հետ կապված է։ Ոչ թե ֆիզիկապես այսպես պիտի լա երկինքը կամ գա, այլ որ մենք հասկանանք, որով հрьяաներուն, որ այս հայտնության գիրքը նաև առաջին քրիստոնյաները հрьяաներ էին, իրենք ավելի լավ կհասկանային այս բաները, որով 5 դագարանը կհասկանան։ Մենք շատերս կկարծենք 5 դագարանը միայն հрьяաներուն համար է, ոչ սիրելին։ Ոչ, այդ 5 դագարանը եթե չհասկանանք, մենք նոր գդագարանին Եբրայեցիս գիրքը բոլոր 5 գդագարանի խորհուրդներու վրա հիմնած է կամ հեղինակը փաստաթղթությունները։ Նույնը հայտնության գիրքը 5 գդագարանը լավ պիտի կարդանք, որ հասկանանք նորը, որ ինչ բաներ կատարվեցավ մեզի համար Քրիստոսի միջոցով, որ մեզի այս բոլորը ավանդություններով գնենք առաքելական եկեղեցի մեջ, ավետարանականները չեն ուներ, ուրեմն պայման չէ, որ ավանդությունները կամ այս խնգանոցը եւ այս բոլորը ենք ադալսեմ, որ Աստծո մոդենանք, բայց նաեւ սխալ չէ, եթե ընեն, որոնց միջոցով մեզի հիշեցնե այս ֆիզիկական միջոցներով հոգեվոր իմաստներ։ Ուրեմն չայբանենք մեկս մյուսին։ Ընենք չնենք, մեր աղոթները անուշահոտ խունգի նման կփարսանան Աստծո առջև, բայց եթե խունգն ագվարենք հետը չայբանենք անոնց որ գնեն, որ միտքերը այստեղ են առնման։ Ավանդություններ են, որ եկած են, պայման չէ, սնոդի պաշտություն պետք չէ դարձնենք, որ աման չերին է չի Աստծո ջիսցեվով չի մոդեցա, բայց եթե ընեն յալ եւ հասկանանք իմաստները, սխալ չէ։ Եթե խաչագնքեմ, մեղ չեմ կործել։ Չխաչագնքեմ, մեղ չեմ կործել, բայց խաչագնքելով եթե այդ խաչագնքելու ադեն ես կհիշեմ, որ Սուրբ Երրորդությունը եւ իմ փրկությունս, որ երկինքեն եկավ ինձի, սխալ փամարած չեմ։ Սո մեկս մյուսին չայբանենք իրարու հանդուրժենք այս տեսակ բաներու մեջ, որ պայման չէ որ ունենք, բայց նաեւ եթե չնենք ալ սխալ, այսինքն մեղ չենք կործած։ Կարևորը մեր սիրտն է Աստծո։ Սովորություն չի դառնա, նպատակ ավանդաբաշտ չի դառնա։ Ճիշտ։ Աստվածաբաշտ։ Այո։ Բայց մեկս մյուսին չայբանենք, ադիգա Աստծո կորզին։ Այս միենզի մեր մեջ միապանություն կրնավորեցնի։ Okay։ Շատ լավ։ Ուրեմն աղոթները եւ որ կփարցանան այսպես Աստծո առջև, նա ինչ կլա։ Հիմա խնկանոցը գրակը գարնե որ հրեշտակը եւ երկրի վրա գնեդեգո։ Եվ այստեղ ցախ կողմը նայիսն է, գրակ չկա երկրի վրա, բայց այս հրեշտակը այդ նույն խնկանոցին գրակը գարնե որ երկրի վրա գրակ, այսինքն Աստծո փառությունը լեցված է հիմա եւ այդ խնգասեղանեն գրակը գուղարկվի որ եւ ինչ կսե որ որոդումներ եւ փայլադագումներ եւ գայծակներ եւ երկրաշարժ գլավը այսինքն ինչ որ երկնքի մեջ գլա որ այդ կես ժամ լրությունը գնամանի
այդ կես ժամ լրությունը, որ Երիքոյի բادرուն արչև եւ որ գլոր գթարնային լուր հանքիս ամենը գաղութեն որ բայց 7-րդ անգամ եւ որ 7 անգամ թարցան եւ 7-րդ փողը պիտի հնչեր բادرը քերփնական ծավով ասված փլեց այդ Երիքոյին հիմա նոր այս հայտնության քիրքի շուրջ Բաբելոնի բادرը պիտի քանտրի Բաբելոնն այդ մշակույթն է մեր շուրջը որ գնալալ որ ինչ տեսակ մշակույթ կար աշխարհիկ մշակույթը մտած է եկեղեցի մեջ երբեմն օրինակի համար թրընտեզը որ գնանք երբեմն գրագի վրային գծած կրնեն չէ դերն թարաջ կներես եւ կգարձենք որ ադնելով լավ փախտ մը վիդիլա լավ փամը վիդիլա ասենք բաներ ասված մեզի չէ ասած որ ունենք եւ մտած է երբեմն այս բաները եկեղեցին ավանդ սովորություններում մեջ կամ անվանություններում կամ նոր իմաստ մը դված են բայց շատ զգուշ պիտի լանք պիտի քննենք որտեղ են եկած են այս բաները այս մեկ բան է մեր մշակույթի մեջ կամ ճուրը որ գտապենք իրարու վրա չէ վարդավարը կամ ուրիշ այո իմաստները փոխած են բայց ադենին ասոնք սնոդի բաշտություն էր մշակույթի հետ կապված բաները որ ուրիշ սնոդի բաշտություն աչ չնեկնե ասենք կրնալա քեշ բամլա այդ կաբույտ աչքը որ գտնեն շատեր կամ չեմ գիտեր ինչեր գնեն ասոնք ամեն բարապ բաներ են մշակույթի մեջ այսօր ինչեր գլա որ մեր մշակույթի մեջ որ եկեղեցի մեջ նույն բաները գնենք որ բայց ասիկ ուզեմ ասել ներեցեք ինձ որ մտի կնե քահանաներ կան օրինակի համար կամ ուրիշ դիդրոսով գրոնականներ կսեն որ ժողովուրդը գուզե ժողովուրդին հաճելի բան մնե ժողովուրդը այս ծևով կովկովի գուքան եւ անոր համար գիտնալով գարդոնեն որը լաս դոնակատարությունները այո բայց ասեմ նաև կան որ կբացատրեն եւ գսեն այս բաները այստեղ են եկած եւ ճիշտն են գսեն so երկու ամեն դեսալը կա չեմ ուզել բոլորը մեկ խումբի մեջ դնել ասես որ կան որ գնեն կան որ չեն արդոներ ադսեր ուզես կան որ չեն արդոներ կան որ գսեն եթե երեն մշակույթն է կբացատրեն իրենց որ ասիկա բեչունին անելու անգեբերչի եթե անեն մենք ինչ կնամինել ծևով մը եթե օրինակի համար մենք այսօր մեզի հովիվի ինչեր կբացատրե կամ կանան գերտանք շաբթուն ընթացքին ինչեր գնենք չէ այսօր ինչ ֆիլմեր գտիդենք շաբթուն ընթացքին որ բիղծ ֆիլմեր են պայման չէ որ այս դերն թարաչը կամ այդ վարդեվարը կամ այդ խոսենք այսօր ավելի վատ բաներ գնենք որ բաբելոնի մշակույթն է չէ Դանիել Սետրակ Միսակ Ապետնակով ինչ որոշեցին եւ որ բաբելոն աբսորբեցան իրենք պետք էին աստղա գուշակության մասին սորվին պետք էին անունները փոխել մշակույթը բաբելոնի պիտի սորվեին իրենք սորվեցան բայց դեռ եկա որ ասին ով Նապոկոդոնոսոր մենք դու ինչ կուզեես մենք մեր դերը պիտի բաշխենք իրենց ամեն բանը փոխեցին բայց իրենք մնացին հավատարիմ իրենց դերոջ եւ Դանիել գրծավ Սուրբ Հոգին լեցված բացատրել Նապոկոդոնոսորի երազը եւ ոչ թե գուշակելու միջոցով այսօր ինչեր կան որ գնեն ես տեսած եմ սուրճի փաժակներ կգարթան չեմ գիտեր ցերքին ապը կգարթան քարտերով բաներ գնեն մեր հոս արևմտյան աշխարհի եւ արևելյան ամեն գոհ ինչեր եւ մեղք ինչ ասենք մշակույթի մեջ մտածենք աշխարհիկ եւ վերածենք այդ աշխարհիկ մշակույթը եկեղեցի մեջ եւ օրինակները գիտես երբեմն օրինակ համար բինգո նայթ կնեն չեմ գիտեր բարահան թես կնեն չեմ գիտեր ինչ կնեն բազարներ գնեն ասոք մի քանի բաներ են այսինքն մշակույթը գսկսի եկեղեցին հետ խառնվի բայց չեն կրնար զանազանվիլ իբրև Աստծո սուրբ ժողովուրդը որ պիտի դարբերվի Բաբելոնի ժողովուրդն որ հայտնության քիրքի մեջ Բաբելոնը պիտի գործանվի 8-րդ քուխուն մեջ բայց այստեղ մենք պիտի տեսնանք փողերը երբ որ հնչրին այդ ամրոցները այդ դիվային
ամրոցները, որ մարդկանց կպահե այդ աշխարհիկ մշակույթի մեջ, պիտի սկսին մեկ քանթրիլ եւ ազատագրվենք Բաբելոնեն, եւ հետաքրքիր է վերջին երբ որ նայենք 18-րդ գլուխը, պիտի ասե դուրս եկեք իմ ժողովուրդս Բաբելոնեն։ Ինչ գործ ունի իր ժողովուրդը Բաբելոնի մեջ։ Ես եւ դու ինչ գործ ունենք Բաբելոնը աշխարհի մշակույթի բաներում մեջը վայելել, ուրախանալ, իրենց կլավերը երթալ, իրենց ֆիլմերը դիտել, իրենց բաները, մենք պետք է դարբերվենք այսօր սուրբ կյանք պետք է ապրենք։ Ամեն։ Եվ դարբերվիր, ուրեմն մարդիկ կսեն մենք ցեզ մենք ինչ դարբերենք։ Դուք շենքի մեջ գերտակ եկեցի մեկ ժամ պաշտամունք կնեք, այդ օրը այդ ծև կնեք, մենք աստծո կհավատանք մեր դունեն եւ բայց դուք նույն բաները նույն տեղերը գերտակ, որ մենք գերտանք, նույն սովորություններ ունիք, որ մենք ունենք։ Ինչպես որ Հիսուսը սարճեսնա բաշտել թե Աստծո եւ մամոնային, չէ, Տերոջն է որ պիտի պաշտես եւ համար մեկա որ գստե իմ ժողովուրդը սկորսված է դկիդության պատճառով այսօր շատ բաներ սորվեցանք հիմա որ լսեցինք սորվեցանք նույն սխալները պիտի չի կորզածենք պիտի չնենք եւ դարբեր ցեվով պիտի մտածենք եւ փառք Աստծո որ իր միածին որդին ղրկեց այդ խստությունը ճունինք քահանան ինչպես որ լսեց բացադրեցիր գսպաննվեր գմերներ եթե մեղքի մեջ լար բայց փառք Աստծո որ իր արյունը մեզի կփրկե մեր ամեն մեղքերը մեր ժամանակը հասած է Պիտեր եթե ունիս ավելցնելիք պամա ոչ այստեղ ուզե լավ դեր գնանք վերջը գշարնանք փողերը պիտի տեսնանք եւ պիտի տեսնանք գաբերը անոն համար գուզեմ քաչալերել միակ բանը որ քաչալերեմ որ Հեսուի 6-րդ ասենք երկրորդ գլուխին մինչեւ 6-րդ գլուխը Հեսուի քիրքին ընթերցեք եւ այնտեղ Երիկոյի եղած թեփքերը մի հատ Բախտադեյոտ փողերը այո այդ այո մասին կարդանք որ պատրաստ լինենք հասկանալու որ ինչ նմանություններ parallelներ զուգահեռներ կան որ իրարու հետ պիտի բախտադենք հաջորդ դասընթաց ամեն Սիրելի քույրեր եղբայրներ, շնորհակալ ենք, որ մտի գրիք հարցումներ երբ որ կհարցնենք, ավելի երկար կդեվե, թերևս քիչ մենք նյութեն շեղեցանք հաղորդության նյութը կացինք, բայց ադիգա շատ խիստ կարևոր է եւ վստահ եմ, որ թոնը օրհնվեցար, ավելի լուսապանվեցար եւ ամեն գիրագի որ կամ երբ որ հաղորդության սեղանին կմոտենաս, ավելի պատասխանատվությամբ պիտի մոտենանք։ Շնորհակալ եմ Պիտեր, արդյոք ուզես ագարջ աղոթքոմը օրհնել քեզ մտի գնողները։ Սիրելի եկնավոր հայր որքան երախտաբարդենք որ գշարնագես մեզի այս չար եւ ըմփոստ եւ անհավատ եւ մութ սերունդի մեջ լուսավորել մեր միտքերը, մեր սիրտերը, մեր հոգին քո խոսքիդ միջոցով այո դեր մենք ծարավ շարունակ քեզի գուքանք կենթանի ճուրդ կուզենք խմել եւ նային մանանատ ուտել շնորհակալ ենք որ խոսքդ մեզի տված ես որում միջոցով մեզի հայտնության հոգի եւ իմաստության հոգի գուտաս հասկանալու որ մեր աղոթները ինչքան կարեւոր են քո արչեւ բարձրանան եւ նույնիսկ արդար հադավորեն արդար թադաստան խնդրել սկսելով մեր անսեն թուն մեզ սուրբ հոգին միջոցով հանդիմանես բոլոր այն մեղքերը որ մեր մեջ կան որ քնես մեր սիրտերը եւ նայիս եւ մենք խոստովանենք մաքրվենք սրբվենք Սուրբ սեղանի մոդենալով ընդունենք հաղորդությունը եւ սրբակորձվենք քո քերփանական զորությունով Սուրբ հոգի միջոցով եւ նաեւ մեր խնդրվածքը կմիանանք այս սուրբերում որ երկնային երկնքի մեջ են եւ երկրի վրա ասելու մինչեւ երբ ով արդար թադավոր որ քու թադաստանը պիտի կա երկրի փնանիչներու վրա որ դեր քուս ժողովուրդդ որ անընդհատ գզողվի ինչպես 5000 այդ մեր զինվորները որում մեջ ինչքան քրիստոնյաներ գային որ զոհվեցան, մարտիրոսվեցան եւ այդ կարաջ փյուրք փյուրած մեր ազգեն նույնիսկ եւ ուրիշ ազգեր են որ 1.5 միլիոն մեր հայերը զոհտվին այդ վերջին այս թարվա մեջ եւ այդ կարաջ որքան թարեր ու թարեր դեր ամենուն հետ կմիանանք աղաղակելու մինչև երբ դեր թադես քո արդար թադաստանով այդ բնակիչները երկրի վրա որ քեզ մերժած են որ քեզ
եւ քու ժողովուրդդ կհալածեն գլսենք դեր քու ցայնդ ինչպես ասիր Բողոս Արաքյալին Դամասկոսի ճանապարհի վրա ինչու զիս կհալածես եւ քու ժողովուրդիդ կհալածեն քեզ կհալածեն դեր ողորմիր բայց նաեւ Թադաստանը թողքան եւ նույն ժամանակ թուն արդարորեն գրնաս այդ երկուքը գադարել Հիսուսի սուրբ եւ բավական անունով կխնդրենք Հայր որդի եւ Սուրբ ոգի անուն Հորի որդու եւ Քույնսը ամեն Ամեն։ Ես վստահ եմ, որ շատեր քույրերը եղբայրներ խանդավառվեցան իրենց աղոթքը շարունակել, չհոգնին, չցանցրանան, որովհետև մեր աղոթքները խունգի նման կհասնին, գիտեինք այս համարը եւ հասկացանք, որ Աստված որքան հոդը գսիրե եւ հին գդագարանի մեջ նալ երբ որ գզոհեին այդ ջարվին, այդ յուղին հոդը դերը գսիրե հոդարներ, դերը գսիրե քու աղոթքդ լսել, իմ աղոթքս լսել, շարունակենք աղոթել, շարունակենք հավատքով լալ, ջեղկենք թիվային աշխարհ, որ մեր աղոթքները հասնին երկինք եւ երկինքեն իջնան փայլատակեն որոդումները, գայցակները, երկրաշարժները եւ մեր աղոթքները պատասխանվին։ Եթե այսօր դու կհալածվիս քո աշխատած տեղդ, քանի որ Հիսուսի զավակ ես, եթե դու կհալածվիս ընտանիքիդ մեջ եւ քեզի ծաղր կնեն քո զավակներդ կամ քո կին ընտանիքդ, կաչալերվե։ Դերը գիտե ամեն բան, դերը հավատարիմ է եւ քո աղոթքներդ միջոց պիտի լան իրենց բրգուչան եւ ինչպես որ Պիտերը ասավ Հիսուս երկրորդ անգամ պիտի գա պիտի մեզի առնե եւ դանի եւ շատ սիրեցի այդ խոսքը որովհետեւ 7 տարի ինչպես լրություն պիտի մենք երկինքը պիտի լանք եւ մեր ոչ ապաշխարած ասենք ընտանիքները բարեկամները պիտի դետենք վերեն որ գճարչարվին եւ ինչ լավ բացատրեցիր միայն adեն որ ինչպես որ Եգիպտոսի մեջ դերը բահեց իրենց Գիտես Իսրայելի ժողովրդին ժանդախներն ասկսելաչա բացատրած է իր դերը միշտ մեզի պիտի բահե միջև ադեմ որ իր արյունով մենք պաշտպանված ենք եւ գնիկը որը սիր արյունն է Հիսուս Քրիստոսին շնորհակալ եմ աստվածադուչան համար քաչալերվիր քույրիկս եւ եղբայրս դերը օրհնե քեզի անգամ եւս մտի գրե բաժնեկցիր աստեսայերեզը աստասընտածքը միայն դու մի օրհնվիր երբ պամը պիտի օրհնվին պետք է ուրիշներուն ադան ամեն Կդստվին կայարեք շապտի։ Շնորհակալ եմ Պիտեր։